Ահա Ժորժան, տեսակում եմ հանդիպել։ Իմ կողմից սիրված տարօրինակ մեքենա է, դե իհարկե, մինուսներով, մարտկոցով հղի, բայց դե այս մեքենան ես սիրեցի։ Kia EV5 մանրամասն ռևյուն իմ ալիքում իհարկե կա, 50 քանի րոպեանոց։ Լավ մեքենա է, ունի մինուսներ, բայց խորհուրդ տալիս եմ։ Հենց 50+ old school նոստալգիա սիրող 50+ մարդկանց համար է, էսի ջահելի ավտո չի, դա ինչպես արդեն գիտեք, բայց 50+ մարդիկ գնահատեն մի ուրիշ տիպի իրանց համար այս ավտոն լավ արած։ Հենց իրանց համար արած կարելի ասել։ Ես Kia-ին ճիշտ ծանոթ չեմ, ինչ է։ Niro, առաջ անգամ շանսով հեսա մատ մտնենք տեսնենք Ժորժան, այս ինչ Niro է, ու ոնց հասկացա, դիսկավորումը հենց քթի վրա է, հա, էլի։ Հա, այսի լրիվ էլի կորեան ստայլ է։ 13.900.000 թանկաթեժան դուք ասեք։ Կորեական մատերիալների կատարում, միջին վիճակ։ Նստատեղը ոնց որ թե լավն է, կատարումը վատը չի։ Այստեղ Ժորժան, ռայալնի լակ, տիխի ուժս, ասենք էսի խին, ան չեմ հասկանում։ Ահա որա, խազ մատնահետ ինչ ասես, այս ավտոյի հետ չի լինելու։ Ինչ որ ժամանակ հետո։ Այստեղ սենց է կառավարումը ոնց հասկանում եմ, շայբայով, էսի պարքինգն է։ Հա, արագություն փոխելը սրա միջոցով արվում։ Ունի նաև դե կորեական մեքենաները էսի պարտադիր ունեն։ Ռուշնոյ տորմոզ։ Ինչ որ տարօրինակ չափուճուր չափի էկրան է, ժողովուրդ ջան, ասենք էս ինչ է։ Չգիտեմ, ես չգիտեմ ինչա, դու կոմենտներում գրեք, խի ասես փոքր, հարգաժանքի է։ Ինչ որ շատ փոքր եմ գնահատում։ Ու այս լուծումը ոնց որ թե գեղեցիկ է, օրիգինալ է, դա էսի լրիվ էլի Kia EV5-ին զիջում է հաստատ, այս կատարումը, ինչ որ շատ ախոր վիճակ։ Դուբովի պլաստիկ, բավական փոքր բարձրաճոք, սա աչքոս ֆորմա դժվար մտնի կամ մի ձև մտնի։ Այստեղ էլի տարօրինակ կյանքան խնդիր ունի պատվակոտնիկների թևատակի հենակի։ Էլի ստեղ ինչ որ տարօրինակ լուծումներ է, ինչ-որ անհասկանալի, պուճուրիկ, չգիտեմ, այս պահը հարցական։ Ու հետևը նշի որ լիքը տեղ կա, ինչ որ միջին վիճակ։ Մի խոսքով Կորեա էլի ժողովուրդ ջան, ես իմ չինացիքին հասած զիջում եմ մատերիալների կատարումով, էկրանների մեծությունով, ասենք էլի, ամեն ինչով զիջում են չինացիքին այսօրվա օրով։ Ու դրայվ մոդ գոնե ունենք մարդավարի։ Այս պահը հալալ է։ Այստեղ լրիվ ու տեսեք մատնահետքեր էլի ստեղ։ Ուժս, ծիխի ուժս, մատնահետ, խազ, ինչ ասես։ Ասենք էս ինչ է։ Մի հատ մեծ կտոր, այս ռայալի լակից մի հատ հատված է։ Ահա որա, ոստա ահա որա։ Ու հետևը տեսեք գեղեցիկ օրիգինալ լուծում է։ Ստեղ ինչ-որ sense ատամներ ունենք։ Ուստեղ ինչ-որ սև գույն է։ Ուստեղ բումերանգ ֆարեկը հենց կողից է ներվում։ Բավական օրիգինալ է, կորեան ստայլ է։ Չգիտեմ գեղեցիկ է թե չէ, արդեն դուք որոշեք, ոնց որ թե գեղեցիկ չի։ Ասենք խի այսքան հատվածը սև, ինչ վստահկա է, ասենք էս ինչ դիզայն է։ Էսի պետք է մենք կորեացի լինենք, որ հասկանանք այս դիզայնը, ասենք էլի, ես իմ։ Այս ոնց որ թե բենզինային է, հա, այս ավտոն։ Ասենք ոնց որ թե բենզինային է, հա, էսի էլեկտրական չի Ժորժան։ Էսի լրիվ old school վիճակ։ Լավ դե որսի բենզինային է դուս եկանք ստեից։ Ոյ, այս ինչ ղեկամորը սարավ, այս ինչ դիշմանսկի բյուջետային դուբովի պլաստիկ հենց ղեկի վրա, ասենք, այ Kia ջան, լավ էլի։ Հա Ժորժան, բենզինային մեքենա է, հերիքշի մի հատ է գինը 13.900.000, ախպեր այսքան փող տաս բենզինային ավտո, 5-25 թվում։ Լուրջ եք ասում, լավ էլի։ Ժորժան, մեր կողմից սիրված հարգվեր ջիլին է, արդեն գլոբալ վերսիան, ոչ թե E5, այլ EX5, հենց անգլերեն մենյուով, բայց դե արժեքն էլ տեսնում եք 11.300.000 դրամ։ Դե այս ավտոյին քաչ տեղեք եք, քաչ ծանոթ եք, մանրամասն ռևյուն ունեմ, արված կարող եք դիտել իմ ալիքում։ Ու մատերիալների կատարումը դե միջին վիճակ է, միանշանակորեն հեսա ձեռս տալիս ու միանգամից գնաց տարբերությունը, ասենք
մնացած ավտոների հետ։ Բայց դա ինձ շատ լավ մեքենա է։ Ես այս ավտոն սիրում եմ, հարգում եմ, միանշանակ խորհուրդ տալիս եմ։ Այս էլ Geely sedan-ն է։ Էլի բավական լավ մեքենա է։ i8 տեսեք ինչ գժական մեծ դիսպլեյ ունի։ Սենց բանը ամենակ էս ավտոն ունի sedan-ների մեջ։ Արմես խաղաս իրա վրա։ Գժական է։ Ներսի հատվածը էլի բավական որակով է։ Լավ եմ մտածել այս պահը։ Այս պատլակոտնիկը էլի շատ պրեմիում կլասի պատլակոտնիկ է։ Այս հատվածն էլ է բացվում։ Գժական է, ուստեղ ինքը տեղ ունի։ Հենվելու, օդում մնացած չի, բավական կայուն է։ Էլի պանորամային տանիքը։ Բավական մեծ, բավական լավ է։ Բայց նստատեղերի կատարումը եսի։ Բայց ոնց որ թե եսի մի քիչ ավելի կլասով բարձր է, քան թե Geely Galaxy E5-ը։ Եսի ոնց որ թե հա ավելի լավն է։ Այսի լավն է, բայց Galaxy E5-ը չէ։ Zeekr 7X-ն է, Ժորժան։ Էլի բավական լավ մեքենա է։ Բայց դա արժեքը տեսնում եք։ 14 միլիոն 900 000։ Բավական էլի լենուբոլ մեծ։ Մատերիալները, ճիշտ ասած, չէ, մատերիալները եսի միշտ չի, հաստատ միջին վիճակ, չեմ կարող ասեմ, որ լավն է, միանշանակ չէ, ես կարծում եմ ավելի լավը կլինի, տեսակ հիասթափված եմ, եթե անկեղծ, ես ինչ ռայալին լականորից ու կրկին մատնահետքերով ասենք, ես ինչ որոշում է, հարգարժան Zeekr, չէ լավ, ես կարծում եմ, ավելի լավ վիճակ կլինի, լրիվ բյուջետային ինչ-որ միջին վիճակ է մատերիալների։ Նստատեղերը հա լավն են, օքեյ, նստատեղերը լավն են, որակյալ են, փափուկ են։ Բեռնախցիկը տեսնենք։ Հա, բավական մեծ բեռնախցիկ է։ 500 լիտրից ավել իմ կարծիքով։ 550-600 կլինի իմ կարծիքով։ Ուղեկը բավական լավն է։ Պատսվետկան, բժական է։ Մատերիալները, ոնց ասացի, արդեն լավը չեն, ճիշտ ասած, միջին վիճակ լրիվ, գերազանց չեն, հաստատ։ Այսինքն, ինչ է, вообще դուբովի պլաստիկը, մատերիալները դուրս չեկան, ոչ մի տիպի դուրս չեկան, այս էլ լրիվ ինչ-որ կոշտ փափուկ չի, այսի ջրի ստականներն է, հա, մոնիտորը լավն է, բան չասացի, այս էլ ինչ-որ միջին վիճակ, եթե համատենք ուրիշների հետ կարող ավելի լավը լիներ։ Չէ, մատերիալների կատարումով ես հիասթափված եմ, կարծում եմ Zeekr 7X-ի մեջ շատ ավելի լավը պետք է լինեն մատերիալները, ճիշտ ասած։ Ու չկա բարտաչոք, կրկին ու կրկին։ Մենակ նստատեղի մատերիալը գերազանց, մնացածը չէ։ IM Motors-ի տաղավարն է, Ժորժան, Սայկինն է ինքը, ու էլի բավական հաջողված, բավական պրեմիում կլասի, գժական էլեկտրոմոբիլներ են, բարձր որակի, բարձր կլասի, շատ եմ իրանց հավանում, էլի դիզայնը բավական ինքնատիպ, ոչ մեկին չնմանվող, աերոդինամիկ, իրանք աերոդինամիկայի ու պատվեսկայի վրա բավական ուշադրություն են դարձնում։ Բավական ծանր դուռ է, որակյալ։ Նկարում եմ, կարելի է։ Աջան։ Կարելի է նկարում եմ։ Այո, իհարկե։ Մերսի։ Որակը կատարման որակը բավական բարձր եմ գնահատում, միանշանակորեն Zeekr 7X-ից 2 level բարձր է։ Այստեղ փայտուն են գեղեցիկ, էսի փափուկ մատերիալ է, գերազանց է, BYD որակն է։ Song L-ի որական ու այս հատվածը բոլորի մոտ է, դուբովի պլաստիկ։ Ну, նստատեղը մի քիչ չեմ կարող ասեմ գերազանց է, մի տեսակ ինչ-որ կոպտոտ է, եթե անկեղծ է։ Գերազանց չի, վատ չի, բայց գերազանց չի։ Այս հատվածն է բավական ֆուտուրիստական ու գեղեցիկ։ Իրանց մոտ ղեկը այսպես է։ Հետաքրքիր է, ոնց է քշվում, բայց սենց են արել, որ այս դիմացի դիսպլեյը հնարավորինս տեսանելի լինի։
Կամերաների որակը բավական ինքը տեխնոլոգիայով բավական հագեցված, զարգացած գժական էլեկտրոմոբիլ է, այս IM-ը Ժորժյան, բավական թանկ է։ Այստեղ է դիսպլեյ ունենք, ինչպես տեսնում եք, ու էլի ավատարի պես կարելի ասել ֆուտուրիստական զգացողություններ է ապարգևում, ոչ ստանդարտ, այսի կոնկրետ լավը չի, այսի շատ ավելի որակով է, քան սա, այսի լրիվ միջին վիճակ։ Դինամիկները ոնց տեսնում եք, բավական շատ են ամենտեղ են, երևի 14 իմ կարծիքով, սա դինամիկ գժական։ Այստեղ խորը նիշա ունենք։ Այս IM-ի մեջ առաջ անգամ նստում Ժորժյան ու կարամ ասեմ, որ վաու էֆեկտ կա, միանշանակորեն էլի ավատարի պես ֆուտուրիստական գժական ավտո է, իր գնին հաստատ արժի։ Սա շատ լավ մատերիալ։ Այսի հեսած, էլի վատ չի, էլի soft touch է, լավն է։ Խոսքը մատերիալների կատարման առումով էլի կարելի ասել BYD-ին հավասար։ Մենակ թե նստատեղերը մի քիչ կոշտոտ են, այս մատերիալը մի քիչ կոշտ է։ Այստեղ բարդաչոք չունենք էլի Ժորժյան, Toyota վիճակ է, մեկը հարցնի խի ուրա բարդաչոք է, IM Motors ջան։ Անլաժ լիցքավորում, այսի էլի շատ լավ soft touch մատերիալ, գերազանց է։ Այդքան է մեծ չի, ճիշտ ասած։ Տարողունակությունը այդքան էլ մեծ չի, բայց նորմալ է, միջին։ Պանորամային տանիքը էլի բավական մեծ է, էլի վաու էֆեկտը կա։ Հետևի նստատեղերը, հետևի տեղը էլի բավական մեծ է։ Այսի ոնց որ թե դուր բացելն է, չէ, այսի դուր բացելը չի։ Դուր բացելը է սա։ Okay։ Բայց այս պահը էլի անհարմար է։ Հաստ է։ Ու հետևը էլի բավական լենուբոլ, կարելի ասել ֆուտբոլի դաշտ է։ Իքը տեղ կա։ Կոմֆորտ, հələ բադլակոտնիկը տեսնենք ինչ բադլակոտնիկը, հա չէ հասարակ, լրիվ հասարակ, կարճ։ Ասենք մի այսքան կարող միջև ստեգար էլի ասենք։ Այսի չհավանեցի, այսի լրիվ ջոշ վիճակ, ոչ մի այս ֆուտուրիստական գժական ամեն ինչին, այսի ոչ մի տիպի չի համապատասխանում, հարգարժան IM ջան, այս ինչա, մի հատ վերանայեք խնդրում եմ, այս ինչ փախած բադլակոտնիկը, ոչ մի ձևով չբռնող այս ֆուտուրիստական գժական ինտերիերին, ոչ մի տիպի։ Այս ավտոյի կախոցը նախագծել են բրիտանական Williams ընկերության հնուց եկացած ընկերության ինժեներները ու իրոք այս ավտոն շատ լավ է գնում։ Ես չեմ քշել, բայց վարողները մի այլ տիպի գոհ են։ Ինչպես տեսնում եք, այստեղ էլի բավական ֆուտուրիստական, գեղեցիկ լուծում ունենք։ Ինչ ուզես, այստեղ կարան գրենք։ Այս IM-ի լոգոն լավ հիշեք, էսի գժական premium կլասի BYD-ից բարձր Xpeng-ին հավասար ավտո արտադրող է։ Հիմա մենք հասկանանք այս բագաժնիկը ոնց ենք բացում։ Հա, այս կնոպկան է։ Իրանց լոգոյի բանն է։ Ու էլի բավական մեծ լենուբոլ բագաժնիկ ունենք Ժորժյան։ Երևի էլի մի 550 կամ 600 լիտր։ Տեսլա գցոցի իմ ռոլիկում, այս ավտոն 8 ավտոներից հենց իրան եմ ես առաջարկում, որովհետև ինքը իրոք լավն է։ IM Motors սայթի արտադրանքն է։ LS6 Sedan-ն է IM-ի, ուղղակի L6։ Էլի բավական գեղեցիկ։ Գժական է աերոդինամիկ բանտաժներով։ Ու ինտերիերը էլի նույնն է, ինչ LS6-ի մոտ։ Շատ գեղեցիկ է, ագրեսիվ է, սպորտային է։ Դե Volkswagen-ին չեմ ուզում անդրադառնամ Ժորժյան, գիտեք իմ կարծիքը իրենց մասին, այս վերջի ID Unix-ով էլ լրիվ համահանեցին։ Մի խոսքով իրանք շուտով փակվելու են, եթե սեն շարունակեն։ Ամոթ ձեզ Volkswagen, ուղղակի ամոթ։ Մի կամերա 2025 թվականի ավտոյի մեջ, ասենք լավ չեք դուք։ Maxus-ի տաղավարն է Ժորժյան, էլի Սայկինն է։ Ու էլի բավական հաջողված արտադրանք են թողարկում, մինիվեններ, պիկապներ։ Իրանց Maxus մինիվենն է արդեն Երևանում տեսած կլինեք, Mifa 7, Mifa 9, էլեկտրական մինիվեններ են, բավական հաջողված։
Բավական բարձր է որակը մատերիալների։ Նո էսի չեն դե չեն քաշվում, նո էսի միջին, բայց էսի վատ չի, էսի լավ է, էսի լավ է։ Ստանց ենք բռնում դուրը։ Սա տեղը ոնց որ լավն է։ Հա։ Բայց բակավոյ պատժկան ոնց որ տենց արտահայտիչ չի։ Ղեկը նո էլի ռայալնի լակ ստեղ կա ճիշտ ասած այս պահը այդքան էլ ու երրորդ շարքի նստատեղերը հուսեք ստուգենք ոնց որ թե այդքան էլ հարմար չեն մի քիչ նեղված կա շողջան ճիշտ ասած զիպալի պես չի էլի էս մի քիչ բյուջետային մինիվն է նեղված կա ու տես մութելա բան չի երևի նորմալ Հունցի պաշտոնական տաղավարն է Ժողջան իրենց ներկայացված էլեկտրոմոբիլներով պրեմիում կլասի էսի EH7-ն է էս իրենց բնորոշ լոգոյով արժեքը 17 միլիոն 100 հազար դրամ Նո առաջ անգամ ես ավտոյի մեջ մատերիալները ոնց որ վատը չեն նստատեղը լավն է միանշանակորեն գժական նստատեղ է առաջի հայացքից բավական հարմար բակավոյ պատժկան լավ գրկում է ուրեմն ոնց որ թե լյուքսային սեդանի մեջ ենք հունցի EQM-ը 5-ը փոխը կանգնած է, հեսա դրանք անդրադառնանք նորից։ Նու ղեկը բավական հետաքրքիր օրիգինալ կատարում է էլի, ոչ ստանդարտ։ Վարորդի դիսպլեյն է ճիշտ ասած մի քիչ փուչուր, հա, իմ U Amplus-ի չափ, ասենք կարող մի քիչ մեծն է էլի, ես փոքրոտ է։ Նու այս կողքին էլ տենց մեծ չի, բայց գեղեցիկ ձևով ինտեգրված է տորպեդոյի մեջ, դիզայնը բավական գեղեցիկ է։ Պատսվետկան է բավական գեղեցիկ։ Հատրանք բանալիները այս մատերիալը էլի soft touch է ոչինչ լավն է չեմ կարող ասեմ վատն է առաստաղն է վատը չի միանշանակորեն նորմալ է միջինից բարձր կամ միջին այստեղ էլի լավ մատերիալ է ոնց որ թե այդքան է խորը չի հա թե էլի բան ունենք տեղ ունենք եթե տեղ չունենք էսի շատ քիչ տեղ է Կատաստրոֆի քիչ է այստեղը Ժողջում իմ մեջ ասած բավական լենոբոլ է այստեղ այս պահը էլի չի դեզում ռայալնի լակ խազվող մատնահետ թողող էսի նոր բացելու կնոպկան է ես էլ բագաժնիկն է ոնց որ թե համ դիմացի հա հետևի բագաժնիկ բացելն է դիմացի կապոտը այնի է Խոսքով ընդհանուր, հա, պանորաման էլի բավական լավն է, գժական է, ընդհանուր հավանեցի, առաջ անգամ ես ավտոյի մեջ բավական լավ դիզայն ունեցող մեքենա է էլի բավական ծանր լուրջ դուր է նստատեղերը բավական հավանեցի, BYD-ին հավասար, բարեսո գերազանց Song L-ի վիճակ է Եթե զիջում են ինչ-որ շատ քիչ բանով, սա բազակոտնիկը տեսնենք ինչ աստ է կատարվում, այլ բավական օրիգինալ է, ջուրը ստեղ են գտնում, ես ասենց է բացվում, ստեղ լիքը տեղ կա, հա, վատ չի, բայց այս հենվելու պահը, այս խաղը որ կա, չգիտեմ, կարելի է ջարդել եմ կարծիքով, ես չենց կարող ամուլ արված, բայց ստե տակը մի քիչ չի նստում ստեղ ու մի տեսակ անկայուն տպավորություն է թողում, բայց ոնց որ թե որակով արած։ Ես հավանեցի։ Հեսա մեր EQM 5-ը Ժողջան, դե ռոլիկը գիտեք արդեն, ռեկորդային UR ունի այս ավտոն։ Որը բավական ծանր է։ Եսի ռեսթայլն է արդեն։ Ստեղ ավելացրել են
տաստականիկներ, ստեղ սենց կատարում ունի, ու այս ավտոյի մասին իմ կարծիքը, ու նստատեղերը սենց որ վեստայլի նստատեղերը ոնց որ ավելի լավ են ձեզ գրկում, հա, վատ չի նստատեղերը, չեմ կարող ասեմ վատ, հա, միջին վիճակ, ջիլին հավասար սենց ասեմ, ջիլի որակն հա, վատ չի, այսի ասենք արդեն վատ հա, էլի շատ դիշմանցք ինչ-որ մատերիալ է, ռեզին, 90-ականներից, Toyota-ում դրվում է դրանց հա, այսի պլասմասա դիշմանցկի, մի խոսքով ես ավտոն, մի խոսքով գիտեք, մատերիալները ես իմիշ չեն, մանրամասն ռևյուն ունեմ այս ավտոյի մասին, վատ մեքենա չի, բայց դա մինուսները շատ են, ես իմ։ Էլ ավելի լյուքսային EH-S7-ն է, էլի բավական գեղեցիկ է, Ժողջան։ Բավական օրիգինալ, անվահեցեր են, բավական մեծ։ Դրան կատարումն անուստը արդեն մատովի ռայալին գակա, եսի մինուս։ Էլի ներսը ոնց որ թե սեդանի պես է։ Հա, նույն սեդանի ինտերիերն է, մենակ թե այն տարբերությամբ, որ ստեղ եսի, չգիտեմ ինչա ճիշտ ասած, եսի ոնց որ թե դինամիկն է, հետո չեմ սխալվում, բավական գեղեցիկ է, լուսավորվում է, այստեղ արդեն ավելի խորն է։ Ու երևի ընդեր ինչ-որ բան էր դրած են կարծիքով, այստեղ նորմալ տարածություն կա, որակը բավականին բարձր է այս ամեն ինչի, մատերիալների։ Կատարումը լավն է, ընթացային հատկություններ չեմ կարող ասում, բայց դա սենց արտաքին տեսքից բավական հարուստ, գեղեցիկ ու ֆուտուրիստական տպավորություն է թողում, լավ որակի ավտո է, եթե դատենք տակտիլնի աշիշյաններով, բացառությամբ այստեղ ինչ-որ փալյուն մակեր ասած, չնայած ոնց որ թե էլի վատ չի, ինչ-որ գրավյուրա է։ Մի խոսքով զգում ես, որ ինչ-որ պրեմիում կլասի ավտոյի մեջ ես։ Բավական մեծ, բավական խորը, մեծ լուրջ, հորդաչոք է, բավական տարողունակ, ես բավանեցի։ Հետևից էլի բավական գեղեցիկ է։ Rox Armenia-ի օֆիցիալ բացումն այսօր էլ ավելի գուրգ ծափահարություններ։ Սա արդեն իրաց լյուքսային ամենաթանկանոց դժվար ինչ-որ ոչ ուրեմն հանդիպումներից հետո, քննարկումներից հետո, մտորումներից հետո վերջապես այս ամենը մեծ երազանքը դարձավ ամենտեղ մոնիտորներ եւ այսօր հաստորեն Rox Armenia-ն պաշտոնապես բացվում է Հայաստանում։ Ուշադրություն դեպի էկրան։ Եսի արդեն լորիվ Rolls-Royce-ի դիզայնով EH-S9-ը։ Actually, this is the first time I've been Armenia. Roxy պաշտոնական բացումն է, Ժողջան։ It's give me a very deep impression. I look at the mountain, there's snow on the top, and I check the history. It has more than 2,500 years history. And then I know the reason why you built the city in the valley. It's not for the convenience. Actually, it's for that you can last for a long time. And also, you are the first Christian countries in the world. This is all the histories. And today I'm here, I look at these beauties. Ինական ասացված, որը կարծես թե բոլորս գիտենք։ Եկեք չմոռանանք, որ յուրաքանչյուր ամենաերկար ճանապարհը սկսում է առաջին փոքրիկ քայլից։ Եվ այդ առաջին փոքրիկ քայլը դուք այսօր կարող եք անել, բացելով այս հրաշք մեքենայի դռները։ Շնորհակալություն։ Thank you very much. Իսկ հիմա մեծ եւ հարգանքով խոսքս ուզում եմ փոխանցեմ Roxy պաշտոնական ներկայացության տնօրեն Գրիգոր Հարոյանին։
Range Rover Road, Rocks, մեքենաներն է։ Մատերիալների կատարումը բավական լավն է, բավական։ Միջինից բարձր։ Կարելի է ասել լավ։ Ոչ մի վատ կատարում ստեղ ես չգտա։ Իրոք soft touch, փափուկ, հավանացի։ Նույնիսկ այստեղ դուբովի պլաստիկ չի, այլ soft touch մատերիալ է, ինչը ողջունելի է։ Նույնիսկ սա դուբովի պլաստիկ չի։ Դինամիկ, մատերիալների կատարումը բավական լավն է։ Էլի ներսից շորակ հաշած դուբովի պլաստիկ չի։ Ոնց հասկանում եմ, այսի լյուքսային լիսյանի մրցակիցն է։ Անոշկայել ունի։ Մեն փոխանցման տուփը բավական լավն է։ Փոքր էկրան ունի։ Հետևին նստողների համար։ Մի խոսքով առաջին տպավորությունները բավական լավն են, բավական դրական են, ոչ մի վատ մատերիալ, ինչ-որ ճկլած որոշում կամ ռայալնի լակ, եստը չգտա։ Հավանոցի բավականին առաջին հայացքից։ Դուրը բավական ծանր է, կողային հալին է բավական մեծ։ Ես հատվածն է բավական դիզայներական գեղեցիկ լուծում տված։ Արտակնապես էլ է բավական գեղեցիկ մեքենա է։ Ունի պալնառազմերնի ակի տեղ։ Բնիկները տեսնենք։ Ստանդարտ ACDC։ Իրանց լոգոն է։ Ակերն են բավական գեղեցիկ, սև գույնի։ Ինքը լիսյանի պես 3 շարքանի է, ժողջան։ Մոտ հետևի նստատեղերը լրիվ երեխաների համար են, լրիվ, զորով երեխա տեղավորվի, բավական փոքր է տեղը, ձիպալ չի էլի։ Ոստե բավական լիքն, բավական տեղ կա, ես մանիտորն է, փոքրտ է, 15-6 է ձույմը, ոստե բավական, տեսեք, բավական կառավարման կոճակներ ունենք, ողջունելի է շատ, սա պաստականիկն է, այս մասը ահագին հավանացի շատ լավ են արել։ Դուրը բռնում ենք ստեղից։ Սա ունենք փոքր կարմանչիկ։ Կատարումը բավական որակում է սա տեղերի։ Բայց չեմ կարող ասեմ, որ գերազանց է։ Հաստատ Songel-ին զիջում է, հենց հապուկ soft touch մատերիալ չի, քիչ կոշտ է։ Ստեղ հապուկ բարձիկ ունենք։ Վայքն է, բավական հարմար, soft touch, ֆիզիկական կոճակներով։ Ռուսերեն մենյուով։ Գալասավե պալմոշնիկը ռուսերեն է, ժողջան։ Ու մենյուն նույնպես ռուսերեն է։ Անլար լիցքավորում, զամշից, փոխանցման տուփն է, բավական լավ է ու բավական հարմար։ Խոսքով առաջին հայացքից բավական հարմարավետ, գեղեցիկ լավ մատերիալների կատարումով
մեքենա է այս Rox-ը, ինչի պաշտոնական բացումը հենց նոր մի քանի ժամ առաջ արեցին։ Հա, բավական լավ մատերիալ է, հավանում եմ։ Միայն նստատեղն է, որ մի քիչ զիջում է իմ մրցակիցներին միանշանակորեն։ Ինչ-որ այս հատվածը ինչ-որ տենց Giliot է, այս կողային հատվածները արդեն Toyota-յոտ են, ավելի բարձր որակ են, բայց այս մեջտեղի հատվածը չգիտես կոշտ մատերիալ է, ու ստեղ կրկին նորից փափուկ է, խի ասած որոշում արել չգիտեմ, բայց ընդհանուր նստատեղը միջին որակի է, գերազանց չի։ Հետևը կրկին կամերայի է։ Սին պանորամային տանիք այստեղ մենք ունենք իհարկե, բավական մեծ։ Դուր բացելի բռնակը այստեղ է, Ժողջան, մի տեսակ թաքնված տեղում է, պետք է տեղի իմանաս, որ դուրը բացես։ Բավական գեղեցիկ Նիսյանի նոր մրցակից։ Ժողջան, այսքանն էր, կարծում եմ բավական հետաքրքիր ստացվեց, լիքը մեքենաներ տեսանք այսօր, բավական պրոդուկտիվ էր այսօրվա երեկոն։ Եթե հավանեցիք իմ կոնտենտը, խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտեք, հիշվեք ձեր ընկերների հետ, զարգացնենք այս ոլորտը, զարգացնենք ալիքը, միացեք իմ TikTok-ին, այսօր այսքանը։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղույքը։ Հանդիպենք։